եւ ինչ նպատակով կարելի է օգտվել հեռախոսից։ Մանկավարժը ինքնուրույն դա չանի։ Նախ երեխան պետք է դպրոց մտնի առանց հեռախոսի, եւ ես ծնողներին այստեղ խորհուրդ կունենայի տալու, ես ինքս որպես ծնող իմ երեխային հեռախոս տվել եմ 12 տարեկանից ոչ շուտ։ Նույնիսկ մեծ երեխայից 15 տարեկանին եմ տվել հեռախոս, այսինքն այդ մանկավարժը իմ եւ իմ երեխայից խնդիր ունենալ չէր կարող։ Համակարգ է պետք ստեղծել։ Աշխարհի տարբեր երկրների դպրոցներում հեռախոսների օգտագործումը գնալով ավելի խիստ սահմանափակումների է ենթարկվում։ Ֆրանսիան, Նիդերլանդները, Իտալիան, Ամերիկայի մի շարք նահանգներ արդեն արգելել կամ հատուկ սահմանափակումներով են բջջայինները կիրառում դասերի ընթացքում։ Ալադասյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Նա ֆուտբոլային ակումբը պատրաստ է կոնֆերենցիաների լիգայում հանցումային փլեյոֆի ԱԶ հետ դիմակայությանը։ Այսօր Երևանում Հայաստանի գործող չեմպիոնն առաջին խաղը կանցկացնի նիդերլանդական թիմի հետ։ Նախախաղային պատրաստություններին հետևել է Արամ Մանուկյանը։ Մատուցյանը ճանաչին անգամ Եվրագավաթների փլեյոֆը Հայաստանում է, այն որ երկիրը դրել Հայաստանի չեմպիոնն ու այն։ Մրցակիցը հոլանդական ազատման է, իհարկե հոլանդական ֆուտբոլի մասին բոլորը գիտեն, բայց ֆուտբոլը նաև ֆավորիտներ չի ճանաչում։ Պետք է անմնացող նվիրվել ու հաղթանակը մերը կլինի։ Պատմական խաղում հաղթանակի մեծ ակնկալիքով Հանրապետականում այսօր ֆուտբոլային տոն է։ Հայաստանում է հարուստ ավանդույթներով հոլանդական ազատմանը, ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող թիմը Երևանում է ֆավորիտի կարգավիճակով։ Այս ակումբը հայտնի է իր ուժեղ ակադեմիայով, որը տարիներ շարունակ լավ կարծեր է տվել նաև Հոլանդիայի հավաքականին։ Սակայն վերջին շրջանում ակումբի արդյունքները հաջող չեն, երկրի առաջնությունում ակումբը 5-րդն է։ Անհաջող ելույթների պատճառով մեկ ամիս առաջ հեռացվել է թիմի գլխավոր մարզիչը։ Այդ մրցաշրջանում անկում է ապրում նաև հոլանդական ֆուտբոլը։ Բացառությամբ ազատմարից Եվրագավաթային փուլից դուրս են մնացել բոլոր ակումբները։ Հոլանդական թիմի հետ բարդ լինելու, բայց նոան ունի այդ փուլը հաղթահարելու իրական հնարավորություն։ Թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պետկովիչը վստահեցնում է, նոան խաղին պատրաստ է։ Մենք պատրաստ ենք եւ ֆիզիկապես եւ հոգեպես, ինչը ցույց կտանք մարզադաշտում։ Բոլորս հավատում ենք մեզ եւ մեր հաջողությանը։ Երանով մարզվել ենք վերջին 6-ից 7 շաբաթների ընթացքում։ Երկու կարևոր հանդիպում ունենք այս փուլը հաղթահարելու համար։ 188 րոպե է եւ կարևոր չէ առաջին խաղը տանն է թե դրսում։ Ցանկացած դրական երթ մեզ համար լավ արդյունք է։ Ամեն ինչ որոշվելու է հաջորդ շաբաթ Նիդերլանդներում։ Մեր հաղթատուփը թիմային խաղն է եւ այն ինչ ցուցադրելու են խաղադաշտում։ Մեր հաղթատուփն է նաեւ այն մթնոլորտը, որն ապահովելու են երկրպագուները։ Ամեն ինչ նորմալ է, դերականությունները հասկացվում։ Ուրախալիություն ասենք ասում երկար բաց է թողել ու նա կամաց արդեն լավ անդրադառնում են։ Առաջիկա խաղում նոարին նորեկներ չեն լինի, բայց թիմից հեռացել է Արեն Գրգիչը։ Նախապատրաստական փուլը մեր թիմը հասկացել է Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնակցել ենք նաև ընկերական խաղերի։ Ի տարբերություն մեր թիմի մրցակիցը խաղային ինտենսիվ ցիկլում է, երկրի առաջնությունում մասնակցում է գավաթի խաղացությանը։ Սակայն սա էլ կարող է մեր օգտին աշխատել, ըստ մեր թիմի մասի նոան այժմ ավելի թարմ է։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Խորհրդման այս հատվածում Veolia Ջուր ընկերության հայտարարությունը։ Veolia Ջուր բազմեջրական ընկերությունը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ հունվար ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների քանակի եւ արժեքի մասին տեղեկատվությունը փետրվարի 10-ից կտեղադրվի ընկերության հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում, վճարահաշվարկային կազմակերպություններում, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։ Մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետն է փետրվարի 17-ը։ Փետրվարի 17-ից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարում չկատարած կամ մասնակի վճարում կատարած բաժանորդների նկատմամբ փետրվարի 20-ից կմեկնարկի պարտքերի գանձման իրավական գործընթաց։ Տեխնիկական հնարավորությունների դեպքում իրականացվեն նաև ջրամատակարարման դադարեցման աշխատանքներ։ Այժմ երկրի տարածքում էլեկտրամատակարարման պլանային անջատումների ժամանակացույցի մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ атакуют Россию. В Москве и области сугробы выросли до 90 сантиметров. Сегодня за один день снега выпало больше, чем за весь январь. Даже из космоса Россия прямо сейчас выглядит как огромный сугроб. В столице к вечеру сковали десятибалльные пробки, аномальный сегодняшний снегопад вошел в тройку за всю историю метеонаблюдений. В борьбе со снегом привлекли все коммунальные службы
весь имеющийся персонал. На дорогах 650 единиц техники и 1200 рабочих. Трудятся круглосуточно. Смотрите наш репортаж. Циклон Валли в прямом смысле слова завалил всю Россию. Время еще нет 6. А те все люди хотят сесть. Курская, Тверская, Вологодская, Волгоградская области. Больше сотни машин застряли в 20-километровой пробке на трассе Дон. В Тульской области 8 машин в кювете на трассе М3, 15-километровая пробка. Ураганным ветром в Воронеже срывает дорожный знак. На скорости он влетает прямо в салон автобуса. Осколки посыпались на людей. Пострадавшая пассажирка в больнице. Аномальный снегопад будет испытывать жителей Центральной России до пятницы. В Липецкой области пострадали 5 человек. Крыша не выдержала тяжести снега и обвалилась. В Москве в Чертаново рухнула крыша катка. Обвалилась крышу катка. Но я не знаю, мы кричим, вроде нет никого. Это просто треск. Более 160 рейсов задержаны и отменены в столичных аэропортах. Персонал работает круглосуточно. Сугробы при этом продолжают расти. И это будет рекордным показателем за всю историю не только сегодняшнего дня, но и всю метеоисторию февраля. Сугробы продолжат расти как на дрожжах, и к утру пятницы высота снежного покрова в Москве составит 75-87 сантиметров, чего не было никогда за всю историю регулярных метеоизмерений. Это будет самый мощнейший снегопад за эту зиму и самые высокие сугробы. В Москве Строгино в сугробах завязли трамваи. Пассажиры добирались до метро пешком по колено в снегу. Электрички и автобусы опаздывают на остановках в часы пик аншлаг. На трамвайные маршруты вышли специальные снегоуборочные вагоны, их называют снежками, оборудованы мощными щетками с электроприводом для уборки наледи с рельсов. Видимость на дорогах в Москве почти нулевая. Столицу сковали 10-бальные пробки. Мобилизованы все коммунальные службы. В круглосуточном режиме вышли 650 машин и 1200 рабочих. КамАЗы под завязку заполняют за 15 минут и отправляют на снегоплавильни. За сутки выпало 70% от месячной нормы осадков. Национальное антикоррупционное бюро Украины, американская структура, которая наблюдает за коррупцией, обнародовала новый материал по делу Минчича, который напрямую касается профессора Сигизмунда, бывшего министра энергетики Галущенко. Как выяснили исследователи, с 21 по 25 год в пользу чиновников Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ գիշերվա մեջ փլուզվել։ Բնականաբար ոչ մի բարեկամական երկիր պաշտպանություն չի կրի։ Եթե ասում